մեր քույրիկները ված չզգան, իշքան աղջիկներ չհավանելով առաջարկությանը ոչ են ասել, հետո մնացել են տունը։ Հիմա սպասում են, թե ով պետք է իրան առաջ։ Այ խելոք, ինչ ես դու սպասում տղայից լավը, դու լավ էլի։ Իմ մամաս ասում էր տղա ջան, որ դու լավ ես, վատին կապրեսնես, բա որ ինքը վատելավ ինչ ալելու քալը։ Աղջիկ ջան, դու քեզանից փնտրի կամ տղա ջան, դու քեզ նայի։ Դու կարաս այդ աղջկան ապրեսնես կամ աղջիկ ջան, մի նայի արտաքին գեղեցկությանը, բույն բուսաթին, նայի նրա մեջ կյանքա թե չկա։ Իշկանը խապվել են սիրունությանը, իշկանը խապվել են նյութականին, ու հետո իրանք փոշմանել են։ Արդյոք այդ տղայի մեջ կյանքա թե չէ, դա է կարևորը։ Աղջիկը թող հիմա նայում է թե սիրուն աղջիկը լիբ, որ բոյով ես դու բոյով չստեղծեցիր, քեզ Աստված քեզ բոյով արեց, բա որ թզուկ անել ինչ պետք է անեիր։ Ես մտածել ես այդ մասին։ Ինչ ես բարձեցեք քո բոյով լինելու վրայով, կամ թշիկները տավաբոյեցի։ Դա դու չես արի, Աստված արի։ Մենք պետք է արտանանք, գիտակցենք, եթե որ կանք, դա իր շնորհքն է։ Մենք պետք է գնահատենք Աստծո շատ անգամ առավելություն ենք մեր վրա, իբր թե ես եմ որոշել բոյով եմ կամ սիրում, դա ոչ ինձանից է, ոչ քեզանից։ Սա ասեցի դրա համար, որ բոլորս մեզ հաշիվ տանք, մտածենք։ Եթե մեկին տեղ ենք տենում, դրան չմեղադրենք, գոլոտ ենք տենում, չմեղադրենք, ուղղակի Աստված է երկու կողմանի գովելի կնինես։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այո, Հովհաննես Սարաքյալը գրում է, որ տեսեք Աստված ինչպիսի սեր շնորհեց մեզի, որ մենք Աստծո որդիներ դառանք։ Ինչ արեցեք, որ Աստծո որդի դառանք։ Անհույս ապրում ենք, ամեն գերեզմանով տետալուն մեռնողի հետ մեռնում էինք, բայց հիմա ազատվել ենք այդ բոլորից։ Ինչ արեցինք, ոչի մի այո, աղջիկ ջան, մի այով այդ մեզ պիտան տիրու ես դառնում։ Մտածել ես այս կամ մասին, հետո անուն ես դնում տղային կամ չես ենթարկում։ Գրված է, որ կնոջ գլուխը տղամարդն է։ Մի տամ գնայ տունը գլուխ մելի, գնայ տունը ծառա դարի։ Ուզում ես ուրախ ապրես, ապրես ամուսնուդ խոսքը թույթարար դու ուրախ կլես։ Դու կխոսնես բրդում առաջ դրա համար ուրախ չես։ Տամբեշ ոնց է լինում վեճեր կռիվներ, չլսելու, չնազանդելու պատճառով։ Խոնարհվես, երջանկությունը տունդ կգա։ Ասա ամուսին ջան, ոնց ուզում ես ապրես, ես չկամ, ինչ ասես համաձայնեմ։ Դες է տուն ինչքան երջանիկ կլինի, բայց որ դու քոնն ես դնում, առաջանում է դժվարություններ։ Դու իմացի, որ տղամարդը քո գլուխն է։ Այդքան միայն իմացի։ Հիմա մեկի գլուխը վեկարից ինչ կմնա, գլուխ չկա, մարդ չկա։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անուն, մենք պետք է ամեն ինչը խորապես գիտակցենք ու ապրենք։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը։